Վիեննայում խորհրդակցություններ են սկսվել Իրանի իշխանությունների և ՄԱԿ-ի միջուկային գործակալության պաշտոնյաների միջև, մինչ ամերիկյան թերթերը զեկուցել են, որ Իրանը բազմիցս խախտել է օրենքը իր միջուկային ծրագրերի դեմ հաստատված միջազգային պատժամիջոցներից խուսափելու համար։ Ակնկալվում է, որ երկօրյա բանակցությունների ընթացքում ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ճնշում կգործադրի Իրանի վրա, որպեսզի վերջինս թույլատրի միջազգային տեսուչներին մուտք գործել Թեհրանի մոտակայքում գտնվող Փարչին ռազմակայանը։ Աշխարհի բազմաթիվ երկրներ շարունակում են արձագանքել միասեռականների ամուսնությունը հաստատելու նախագահ Օբամայի հայտարարությանը։ Ինդոնեզիայի բնակչության մեծամասնության կարծիքով միասեռականների ամուսնությունը խախտում է բնության օրենքներն ու կրոնական բարոյաչափերը։ Ինդոնեզիայի որոշ քաղաքացիների կարծիքով, սակայն, Օբամայի հայտարարությունը դիտվում է որպես բազմազան հասարակության ընդունում մի ժամանակ, երբ մարդիկ կենտրոնանում են մարդու իրավունքների հավասարության վրա։ Yahoo ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է ընկերության գործադիր տնօրեն Սկաթ Թամփսոնի հրաժարականից հետո։ Yahoo ընկերության բաժնետերերը հուսով են, որ այս փոփոխությունը կօգնի ընկերությանը, որը պայքարում է Google և Facebook ընկերությունների մրցակցության դեմ։ Wall Street Journal-ի համաձայն, պաշտոնից հեռանալուց առաջ Թամփսոնը հայտարարել է, թե տառապում է քաղցկեղից, սակայն որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ նա հեռացել է իր բարձրագույն կրթության վերաբերյալ առաջացած հարցերի պատճառով։ Նյու Յորքի հեղինակավոր Քոլումբիա համալսարանում տարիներ շարունակ որպես հավաքարար աշխատող Գաց Ֆիլիպեի երազը վերջապես իրականացել է։ Նախկին Հարավսլավիայից ներգաղթած 52-ամյա Ֆիլիպեյեն Քոլումբիա համալսարանը ավարտել է գովասանագրերով։ Նա Միացյալ Նահանգներ է ներգաղթել 1992 թվականին և անգլերեն լեզվին տիրապետելուց հետո աշխատել է համալսարանում և միաժամանակ հետևել է դասընթացների։ 12 տարի հետո նա ավարտել է իր բարձրագույն կրթությունը Կոլումբիա համալսարանում և այժմ ցանկանում է շարունակել կրթությունը մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար։